Այսօր կուզեմ Աստծո ներկայության մասին մի քիչ կիսվել ձեր հետ, իմ պատգամը էձև եմ վերնագրել Աստծո ներկայություն։ Վստահ չեմ, որ մենք բոլորս ճիշտ ենք հասկանում, ինչ նկատի ունենք Աստծո ներկայություն ասելով։ Բոլորիս քաչ հայտնի է, որ Աստված ամենուրեք է։ Չկա մի տեղ, մի միլիմետր, չկա մի վայր, որ Աստված ներկա չկլինի։ Չկա այդպես տեղ։ Սաղմոս ասացը, Սաղմոս 2-ն ասում է. «Իշնեմ դժոխք ընդեղ ես, հելեմ երկինք ընդեղ ես, ամեն տեղ Աստված»։ Ընդհանուր առմամբ Աստված ամենուրեք է։ Որոշ տեղեր չի լինում Աստված ու չի գնում Աստված ամենուր է։ Այսի sense ընդհանուր Աստծո հատկությունն Աստծո բնավորության Աստծո մասին երբ որ խոսում ենք, բայց մենք ունենք Էձևի ու Աստվածաշունչը ունի Էձևի արտահայտություն Աստծո հատուկ ներկայություն։ Ինչ նկատի ունենք մենք դա ասելով։ Օրինակ, Ելից գրքում 3-րդ գլխում երբ որ կարդում ենք, որ Մովսեսը հովություն էր անում ու մեկ էլ տեսավ մի արտառոց բան։ Ուրեմն կարծեմ մորենի էր, մորենին կամ վայրի մորենին վառվում էր, բայց չէր վերջանում։ Թարմ իր ճյուղերով ինքը վառվում էր ու տես թարմ ճյուղերով մնացած։ Ու մոտեցավ, որպեսզի տեսնի սա ինչ երևույթ է, արտառոց Աստված իր հետ խոսեց։ Ասեց կոշիկները թանի կամ սանդալները թանի, սա սուրբ երկիր է։ Ու Մովսեսը իր կոշիկները հանեց ու Աստված սկսեց խոսել իր հետ ու Մովսեսը Աստծո հետ։ Սենց իրավիճակները մենք ասում ենք Աստծո հատուկ ներկայություն։ Երբ որ մենք եկեղեցում հանդիպում ենք, ասում ենք այստեղ է Աստված ու այստեղ Աստծո ներկայությունն է։ Մինչև մեր հանդիպելներ էր Աստված տեղ, մեր հանդիպումից հետո էլ Աստված տեղ է, բայց այդ պահը հատուկ է Աստծո ներկայության համար։ Մինչև գնամ առաջ, երկու բառ ասեմ կոշիկ հանելու մասին։ Աստվածաշունչը չի բացատրում կամ չի տալիս կամ չկա տեղեկություն ինչ է նշանակում կոշիկը հանել, եթե Աստծո ներկայությունն է։ Սա ինչ է նշանակում։ Բայց ամեն դեպքում սա ակնածանքա կամ խորը հարգանք է Աստծո հանդեպ ու մարդկային եմ ասում, չեմ ասում այս ձև պետքա բացատրի, բայց մարդկային եմ ասում, ու սա ամեն դեպքում չվրազել է, չշտապել է, դու կոշիկներդ որ հանում ես, այսինքն գործ կաս տեղանելու, որ գնում ես մեկի տուն հյուր, կոշիկները հանում ես, ուրեմն պետքա նստեք զրուցեք, երբ որ կոշիկները չես հանում, սենց արագի մեջ, սա էլ կարա լինի, օրինակ, որոշ կուլտուրաներ, ասենք մուսուլմանությունը դա վերցել է, չգիտեմ այս տեղի հիման վրա, թե ուրիշ տեղի հիման վրա, որ իրանք մտնում են մոսկե, բոլորը իրանք կոշիկները հանում են։ Իրանք նույնիսկ մեզ նախատում են այդ իմաստով, որ դուք ոնց չեք հարգում ձեր Աստծուն, երբ որ մտնում եք ձեր տաճարը կամ ձեր Աստծո տունը, ինչի ձեր կոշիկները չեք հանում։ Որովհետև մենք չունենք Էձևի պատվիրան Աստծո կողմից։ Մովսեսին Աստված ասեց, Հեսուին Աստված ասեց կոշիկները տանի, բայց դրանից հետո մենք որևէ տեղ չենք կարդում կոշիկ հանելու մասին։ Այսինքն համի ինչ որ մեկը կարա իր կոշիկները հանի, ասելով որ այստեղ Աստծո ներկայությունն է, բայց այդ ձևի հրաման մենք չունենք։ Բայց նաև պետք է հասկանանք, երբ որ Աստծո ներկայությունն է, արժանի ձևով պատվենք Աստծուն։ Ու մեր մտքով, մեր զբաղմունքով չշտապենք ինչ որ բաներ անելու։ Երբ որ Աստված այստեղ է, երբ որ Աստծո ներկայությունն է, պետք է հարգես դու Աստծուն։ Ու կհարգվես դու։ Աստված ձեռունային չի թողի, դատարկ քեզ չի ճամփի։ Աստված կորտնի, կխոսա, կբացի, որը որ մեծ ռեզոնանս է տալի մեր կյանքում, մեծ ազդակ է տալի մեր կյանքում։ Դուք պատկերացնում եք, որ Աստված մեկի հետ երկու մարդու կյանքը հիմնովի է փոխվում։ Հիմնովի։ Եթե գեր տերություններից մեկի պրեզիդենտը մի հատ հազում է կամ մի հատ ինչ-որ բան է ասում, դա ինչ-որ բան է նշանակում, բա ուր մնաց մեր ամենակարող Աստծու
մի ինչ-որ բառ ասելը։ Դա իրոք ճակատագրեր փոխող պահա։ Ու բանից բարձում է, որ այդձև ճակատագրեր փոխող պահեր մենք ամեն կիրակ ենք ունենում։ Աստված տեղ է։ Ինչքանով ենք մենք տեղ տալ իրան, ինչքանով ենք մենք հարգում, պատվում ու բաց սրտով մոտենում ենք Սուրբ Հոգուն կամ թույլ ենք տալի, որ Սուրբ Հոգին գործի մեր մեջ։ Սա շատ կարևոր բան է։ Կարճ ասեմ, երբ որ մենք Գենտի շենքը գնեցինք, առանք, դա կաթոլիկ եկեղեցի էր, շատերը հիշում եք, ալտար կար, ալտարի այս կողմը պատի վրա կարմիր մոմ էր, այդ կարմիր մոմը երբ որ քահանան միացնում էր, վառում էր, ուրեմն դա նշանակում էր Սուրբ Հոգու ներկայությունը արդեն այդ պահից սկսած, ու երբ որ ինքը գնում էր ու անջատում էր, Սուրբ Հոգու ներկայություն չկա։ Երբ որ ես դա լսեցի, շատ զարմացա։ Ասում ինչա մենք Աստծուն մեր փչելով ու միացնելով ենք ստեղ բերում, բայց դրա մեջ իմաստ կա, ժողովուրդ ջան, ասեմ ինչ իմաստ։ Ոչ թե իհարկե մոմ վառելով, կարմիրը լինի, կապույտը լինի, կանաչ լինի, որևէ ոչ մի տեղ Աստվածաշնչում չկա գրած դες մոմ։ Բայց միգուցե ձևերից մեկն է, երբ ես չեմ ասում է ձև անենք, հաստատ չէ, բայց ձևերից մեկն է պայմանավորվածության։ Իիսուս Քրիստոսն ասում է 2-3-ը եթե միավորվեն, ես այնտեղ եմ։ Այսինքն ոչ թե որ Աստված ասում է ես այստեղ եմ եկեք, ինքը ասում է եթե դուք պայմանավորվեք, որ այդ ժամին է ես այդտեղ եմ ու հատուկ ներկայությունը ապահովում Աստված։ Եթե մենք ասում ենք Կորտրեկի եկեղեցին մենք սկսում է ծառայությունը, պաշտամունքը սկսում է երեկոյան ժամը 5-ին, ո՞նց ենք կարծում, Աստված չի լսում դրա մասին։ Բա Աստված դա իգիտություն է վերցնում, դա արդեն Աստված ասում է, եթե դուք միավորվեք այդ ժամին գաք, որպեսզի պաշտամունք անեք, ես այդտեղ եմ։ Այսինքն բանից դուրս է գալի, ժամը 5-ին, երբ որ մենք սկսում ենք, ժամը 7-ին, երբ որ մենք վերջացնում ենք, այդ Աստծու սենց ասած ներկայությունը սկսում է եւ վերջանում է։ Մի քիչ պարադոքսալ է հնչում, մտածում ես ո՞նց կարա տես բան լինի, բայց դա այդպես է։ Եթե դու խորը ուսումնասիրես, մտածես, դա այդպես է։ Աստված ներկայ է, երբ որ իր ժողովուրդը հավաքվում է իրան պաշտելու համար։ Դա ասես միանգամից Աստծո կամքն է։ Գիտեք, մարդը կարա մի բան անի, քո դուրը գա։ Մարդը կարա մի ուրիշ բան անի, քո դուրը ավելի գա, շատ գա, բայց կա բան, որ մեկը եթե արեց, եթե դա քո այն ամենափափագող բանն է քո սրտում, էդի դու ես միանգամից։ Այսինքն մեր Աստված իր ներկայությունով ուզում ապահովի իր ժողովուրդը, դա իր փափագն է, իր սրտի ցանկությունն է, իր կամքն է։ Ամբողջ Աստվածաշնչով մենք դա տեսնում ենք։ Ամբողջ Աստվածաշնչով իր նպատակն է մարդու հետ փոխհարաբերություն անել։ Դա իր կամքն է։ Եթե մեզանից մեկը մտածում է, այն կարևոր Աստծո կամքը որն է, դա հենց դա է, որ իր ներկայության մեջ դու իր հետ փոխհարաբերվես, շփվես, խոսաս, լսես։ Շատ հաճախ մենք մեր աղոթներում չենք էլ լսում Աստված ինչ ասում։ Մենք ենք խոսողը։ Ու մանավանդ այնպես բաներ ենք ասում, որ Աստված դա գիտի։ Ծննդոց 2:8-9 Դեռ ամենասկզբից Աստված պայմաններ ստեղծեց ու իր ստեղծած մարդուն դրեց, որպեսզի շփվի իր հետ։ Եվ Տեր Աստված մի պարտեզ տնկեց Եդեմում, արևելյան կողմը, եւ իր արարած մարդուն դրեց այնտեղ, եւ Տեր Աստված հողից բուսցրեց տեսքով հաճելի եւ քաղցրան պտուղներով բոլոր ծառերը եւ պարտեզի մեջտեղում կենաց ծառը եւ բարին ու չարը գիտենալու ծառը։ Ու Աստվածաշունչ կարդալով մենք տեսնում ենք, որ Աստված օրվա հով ժամանակ գալիս էր եւ շփվում էր Ադամի հետ։ Բայց օրերից մի օր Աստված եկավ եւ Ադամը այնտեղ չէր։
պարտեզ բարի հետ կապված ինֆորմացիա տամ, զուտ որ դուք իմանաք, ասվել է հաստատ, բայց որոշները կարող չիմանան, պարտեզ բառը դա պարսկերեն բառ է, որից է գալիս անգլերեն paradise։ Այդ բառը։ Այսինքն ռուսերեն ռայ, որ ասում ենք, կամ հայերեն դրախտ, որ ասում ենք։ Բայց այդ դրախտ բառը Աստվածաշնչում շատ չի գրած։ Ավելի շատ գրած է պարտեզ բառը, Աստծո պարտեզը, Աստծո այգին։ Այդ բառն է շատ գրած։ Ծննդոց 3:8, ոնց ասեցի, եւ Տեր Աստծո ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով կամ հով ժամին, Ադամն ու եւ իր կինը թաքնվեցին Տեր Աստծո երեսից պարտեզի ծառերի մեջ։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասեց նրան. «Ուր ես»։ Պատկերացրեք, ժամը 5-ն է կիրակի օրը, Աստված այստեղ է, մեզանից մեկը չկա։ Մոտավորապես որ մենք հասկանանք։ Իհարկե, այդ Աստծո պարտեզում Ադամն էր մենակ ու Եվան, ուրիշ մարդ չկար։ Ու իրանք էլ չկային։ Ուրեմն պայմանավորված ժամը, պայմանավորված պահը իրանք չկան։ Ուր ես, նա պատասխանեց, պարտեզում քո ձայնը լսեցի եւ վախեցա, որովհետեւ մերկ էի եւ թաքնվեցի։ Բայց ումից էին ամաչում։ Ով կար պարտեզում էլ իրանցից բացի։ Աստված, ոչ Աստծուն չի պիտի ամաչենք։ Բայց մի կողմից էլ հասկանում ենք, որ հեչ եղել է քո կյանքում, որ դու Աստծուց ամաչես։ Լինում է, չէ՞։ Ինչ-որ մի հատ խալաթ ենք արել, սխալ բան ենք արել, իրոք ոնց որ գետին է մտնես։ Բայց մենք պետք է այսպես չբանանենք, սենց չարձագանքենք։ Ասենք այո, Տեր, ես եմ, ների ինձի, սխալվեցի, հիմարություն արեցի։ Ադամն ու Եվան որևէ ձև բառեր չխոսացին, որևէ։ Ոչ մեկը չապաշխարեց, ոչ մեկը, մեկը մեկի վրա գցեց, ուզեցին տենց լղոզելով վերջացնեն այդ։ Աստված ինչ արեց։ Աստված իրանց համար առաջի զոհը արեց, իրանց կաշվե հագուստներ հագցրեց, ամեն ինչ Աստված մեր համար անում է, բայց բաներ կա ինքը չի կարա անի, չի կարա մեր բերանով, մեր բառերով մեր տեղ ապաշխարի։ Համաձայն ես, որ դա ես ու դուք պետք է անենք։ Ելից 25:8 եւ 9։ Աստված Մովսեսին պատվիրում է. ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։ Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի, վրանի օրինակը եւ նրա ամբողջ սպասքի օրինակը այնպես պիտի անենք։ Այսինքն խոսքը խորանի մասին է։ Հայերեն մենք ասում ենք խորան։ Մենք երգեր ունենք, դες փառաբանում ենք Տիրոջը, քո խորանը։ Դա այն վրաններն էին, ես Աստված տա իմ սրտում կա մի օր հենց խորանը ավելի մանրամասը էկրանի վրա եթե հնարավոր է ցույց տալով, նկարներով, որ մենք ավելի խորը հասկանանք ինչա խորանը։ Աստված ինչ նպատակներ ուներ այն ժամանակ դեռ։ Ու Աստծո բանը չի փոխվել նպատակը կամ Աստծո ծրագիրը չի փոխվել, նույնն է։ Աստված նույնը դա անելու է երկնքում։ Ժողովուրդ ջան, կարճ ասեմ, Աստված տա մի օր ամբողջովին կլինի խորան թեման, միգուցե սեմինարի տեսքով կամ միգուցե քարոզի տեսքով։ Ուրեմն մոտավորապես եմ ասում, այնտեղ քայլերով է գրած 20-22 մետր լայնության, մոտ մի 40 քանի մետր երկարության, ամբողջությամբ վարագույրներով պատած։ Ուրեմն դուրսնա ու սրբության տեղն է, մեկ էլ սրբության սրբոց։ Այդ 3 տեղերն է, բայց ինչն է հետարքիր։ Լավ, ենթադրենք այդ ամենակարևոր տեղում Աստծո տապանակն էր դրած, դա նշանակում է Աստծո ներկայությունը։ Ու պատմությունից գիտենք, որ Աստծո ներկայությունը
միմիայն իրավունք ունեցել մտնի քահանայապետը տարին մի անգամ։ Այսինքն այն հնարավորությունը, որ հիմա մենք ունենք, որ ամեն կիրակի, ամեն օր նույնիսկ քո տան մեջ էլ դու կարաս մտնես Աստծո ներկայության մեջ, այն ժամանակներում չի եղել։ Այն ժամանակում քահանայապետը մի անգամ է իրավունք ունել, այն էլ քահանայապետը, ոչ թե քահանաները այդ սրբության տեղում էլ կարային մտնեին, բայց այդ այնտեղ որտեղ տապանակն էր դրած, այդտեղ իրավունք չունեին իրանք մտնեին։ Բայց այսօր մենք ունենք այդ բոլորը, որովհետև ունենք Հիսուս քահանայապետ, Փառք Հիսուսին։ Ինձ շատ է հետաքրքրել, լավ, ինչի է Աստված, լավ, այդ մոմակալ այդ 7 բաներով, ասենք հացերը 12 կամ Աստծո տապանակը դրած, այդ տեղերը հասկացանք, որ վրանների տակ էր։ Լավ, ինչ կարիք կա այդքան մեծ տարածքը բարձր այդ մետրաժները, որ դուք կարդաք կզարմանաք, այդ սյուները պետքա դնեին անապատում, այդքան նախ գործեին, այդքան վարակույր, այդ վարակույրները կախեին, այսինքն որպես ցանկապատ, ու ընդամենը մի քանի օր հետո այդ ամեն ինչը պետքա հավաքեին, գնային մի քիչ ենկում, էլի նույն ձև սյուները դնեին, վարակույրները կախեին, մեկ էլ մի քանի օր հետո էլի ինչ իմաստ ունի, բայց Աստված խորանը պատվիրելու ժամանակ դա պետք է լինի, ոնց կարդացինք, ոնց ես ասեցի քեզ Մովսեսին ասում Աստված, այդ ձև կանես, որովհետև կարևոր է, երբ որ դու Աստծո ներկայության մեջ ես մտնում, երբ որ մենք խորանը ավելի խորը ուսումնասիրենք, դու կտենաս այդ էտապները ոնց դու կարաս քո կյանքում օգտագործես, բայց նաև այդ ցանկապատը օգնում է, որ դու Աստծո ներկայության մեջ լինես։ Երբ որ դու գալիս ես եկեղեցի, պաշտամունքը սկսում է, փառաբանությունը, աղոթքը, խոսքը, թույլ մի տուր, որ որևէ բան քեզ խանգարի։ Դա այն ժամանակն է, այն Աստծո ներկայությունն է, որ պետքա դու ու Աստված, Աստծո եկեղեցին կամ ժողովուրդը ու Աստված։ Սա շատ կարևոր բան է։ Ես միշտ հարգում եմ դա։ Նույնիսկ հյուր ա լինում, միգուցե դուք նկատել եք կամ չեք նկատել։ Եղել են մարդիկ, որ կողից ոնց որ ուզում են հարց տան բան, ես աշխատում եմ չպատասխանել, որտեղ իմ համար սա կարևոր բան է։ Ես եղել եմ տեղեր, որտեղ ծառայողները երկրպագության ժամանակ չի չեն երկրպագում, միջանցքում կանաս խոսում եմ։ Հնարավոր է, եթե իրանք աշերներ են, կարգ ու կանոն բան, որ մարդ են սպասում, մարդ պետքա տանեն, բայց ակնածանք է պետք, խորը հարգանք է պետք, երբ որ Աստծո ներկայությունն է այստեղ։ Եթե դու չհարգեցիր, Աստված դա խո դա հասկանում է։ Ասենք մարդը իր հեռախոսի մեջ, ես իմ ինչեր է թերթում։ Okay, հա, բայց մենք այդքան ժամանակ ունենք դա անելու։ Բայց սա հատուկ ներկայություն Աստծո։ Եղել է գիշերը Աստված քնից զարթեցնում է, բայց ես ուզում եմ քնեմ։ Աստծո ներկայությունն է։ Ասում եմ, հելի, մի բան եմ քեզ ասել։ Բայց թուլություն։ Դա չէ, վաղ գործ ունեմ այսօր հոգնած եմ։ Մենք գործ տենց դե ում է դա նեղած կլինեն։ Քո տան մեջ պահեր ա եղել եւ զգացել ես որ Աստված քեզ ինչ-որ բան ա ուզում ասի։ Պետքա հարգենք, պետքա մտնենք այդ ներկայության մեջ։ Երրորդ թագավորած կամ Erste Koningen, եթե Նիդերլանդերենով կարդացող կա։ Երրորդ թագավորած 9-րդ գլուխ 1-ից 3 համարները, բայց միջև կարդալ այս համարները։ Հիշենք ու մասին է խոսքը կոնտեքստը։ Դավիթ թագավորը տեսավ, որ ինքը ապրում է ճոխ տան մեջ, բայց Աստծո տապանակը դրած է վրանի մեջ։ Լավ հասկացանք, երբ որ իրանք Եգիպտոսից դուրս եկան, անապատում էին շրջում, այդ ժամանակ հասկանալի է, որ վրանի մեջ էր, որտեղ ամեն անգամ, ինչպես ասեցի, իրանք հավաքում էին, նորից դնում էին, հավաքում էին, նորից դնում էին, դա հասկանալի է, բայց արդեն ժողովուրդը եկավ եւ ժառանգեց խոստացված երկիրը, արդեն այդտեղ հաստատվեց, Աստծո ժողովուրդ կազմավորվեց, արդեն թագավոր եղավ Դավիթը,
Արդեն խաղաղություն եղավ վստահ հզոր թագավորներից մեկն է Դավիթը։ Ու տեսավ, որ իմաստ որն է այդ վրանի, ու սրտում դրվեց, որ Աստծո համար տաճար շինեմ, բայց Աստված ասեց դու պիտի չշինես, դու շատ արյուն ես թափել։ Քո որդի Սողոմոնը կշինի։ Եվ Սողոմոնը երբ որ շինեց այդ տաճարը, Աստծո տունը, խորանը, Սողոմոնը աղոթեց, ասեց Տեր, թող քո ականջը միշտ լսի մեր աղոթները, թող քո ներկայությունը միշտ լինի ստեղ, ով ինչ կարիքներով եթե գա, թող միշտ քո կողմից լսված լինի, օգտված լինի։ Ու մենք մի կարդանք Աստված ինչա պատասխանում։ Եվ երբ Սողոմոնը շինեց ու վերջ 1-ից 3 համարները 9-րդ գլուխ 3-րդ թագավորաց։ Երբ Սողոմոնը շինեց ու վերջացրեց եւ թագավորի պալատը եւ այն ամենը ինչ փափագում էր անել Սողոմոնը, այն ժամանակ Տերը երկրորդ անգամ երևաց Սողոմոնին, ինչպես նրան երևացել էր Գաբավոնում, եւ Տերն ասաց նրան. լսեցի իմ առաջ քո արած աղոթն ու աղաչանքը, սրբեցի այս տունը, որ դու շինեցիր իմ անունը հավիտյան այստեղ դնելու համար, եւ իմ աշտն ու իմ սիրտը պետք է այստեղ լինեն ամեն ժամանակ։ Ինչի՞ է լավ, դա նենց չէր, որ Սողոմոնը լավ աղոթք էր արել, Աստված չէր կարա մերժեր, որովհետև դա Աստծոն ամենակարևոր, ամենասենց այն գերագույն նպատակն է։ Ինքը ուզում է իր ժողովրդի հետ շփվի։ Հովհաննես 3:16-ը բոլորիս համար քաչ հայտնի տեղ է։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Ամեն ժողովուրդ։ Բայց այս ամենի համեմատ կամ զուգահեռ եկեղեցում միշտ կան մարդիկ, որ այդ ձևեր չեն մտնում Աստծո ներկայության մեջ, թեպետ ճիշտ վայրն է, ճիշտ ժամանակն է ու Աստված այստեղ է, բայց մարդիկ կան չեն մտնում Աստծո ներկայության մեջ, այդ ձև էլ դատարկ գալի գնում։ Չնայած Աստված իր միածին որդուն տվեց բոլոր մարդկության համար, որ ով որ հավատա փրկվի, բայց մենք խոտենում ենք, որ բոլորը չեն հավատում։ Պոտենցիալ բոլորը փրկված են, պոտենցիալ բոլորը կարող են փրկվել, եթե ընդունեն, բայց չեն ընդունում։ Ամեն մեկ իր գործին է։ Ես շատ հազվադեպ է, որ նայում եմ երկրպագության ժամանակ ով ինչ անում։ Չգիտեմ, տարին մի անգամ սկետել չեմ անում, ես չեմ նայում, ես իմ համար երկրպագում եմ, բայց լինում է պահեր, թե մեր եկեղեցում, թե ուրիշ եկեղեցիներում, լինում է պահեր նայում եմ, մարդիկ կան, իրանց համար դա կարևոր չի, ստեղ ընդեղ են նայում են ով ինչ ակտվել, ոնց են անում։ Կորցրած ժամանակ, շատ ափսոս, շատ թանկ ժամանակ է դա, որովհետև Աստված բան ունի ասելու, որովհետև դու կարաս ամբողջովին հալվես Աստծո ներկայության մեջ, հանձնվես, կյանքդ փոխվի, պատվեր ստանաս ինչ պետք անես, ուղղություն ցույց տա Աստված, ծառայության կանչի Աստված եւ այլն եւ այլն։ Անգար չպատկերացնենք, որ տենց հատուկ պետք է լինի այդ օրը։ Այդ օրը կարա սովորական բապահ լինի, շատ սովորական։ Եբրայեցիս 4:12-16 Կենթանի է Աստծո խոսքը ու ազդեցիկ եւ ամեն մի երկսայրի սրից առավել կտրուկ է կամ սուր է այն թափանցում է միջև շնչի եւ հոգու հոդերի ողնացուցի բաժանումը քննում է սրտի խոկումներն ու խորհուրդը մտքերը եւ խորհուրդները ստա գրած է, չգիտեմ ինչ բառը։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա։ Ժորժ ջան, ստեղ ես կանգառում եմ, հետո կշարունակեմ։ Տեսեք, մենք կարդում ենք դրա մասին, որ Աստծո խոսքը ազդեցիկ է։ Չի կարա Աստծո խոսքը ազդեցիկ չլինի։ Երբ որ ես մարդու հետ զրուցում եմ, հասկանում եմ, որ մարդն ասում է ես դատարկ եմ, ոչ մի բան չեմ իմանում, չեմ ստանում Աստծուց բան, ներկայության մեջ չի մտնում։
Որտեվ ո՞նց կարա Աստծո խոսքը բարապ լինի, սին լինի կամ ոչ մի ազդեցություն չունենա։ Աստծո առաջ չկա մեկը, որ անտեսանելի է, չկա մեկը, որ Աստված ի վիճակի չէ այդ մարդուն փոխի։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա։ Մենք կարանք մի հատ էդի կրկնենք։ Եկեք իրար հետ։ Նրա առաջ անտեսանելի արարած չկա։ Չի կարա տես բան լինի։ Եթե նա ներկայ աստեղ դու ամբողջ սրտով բացվում ես, իր խոսքը չի կարա չգործի քո կյանքում։ Չի կարա չգործի։ Որովհետեւ մի քիչ ուրիշ ձև պատկերացնենք այդ բաները, բայց Աստված իր ձևով անում։ Բայց վերջի վերջո, եթե դու իրոք երկրպագում ես Տիրոջը, վերջի վերջո դու տենալու ես արդյունք, դու տենալու ես ոնց ես փոխվում։ Եվ այլ ամեն բան հստակ է եւ ակնհայտ։ Նրան ենք հաշվետու։ Մենք Քրիստոսի դատաստան ենք գտալու։ Ոչ թե Աստծո, այլ Քրիստոսի դատաստան, այսինքն հաշվետվություն ենք տալու։ Ունենք երկինքներով անցած մեծ քահանայապետ Հիսուսին, Աստծո որդուն, ուստի ամուր պահենք դավանությունը, որովհետև ոչ թե մի քահանապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի։ Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեժամին։ Չգիտեմ, ես հայերենը բոլորս ենք հասկանում։ Մի քիչ գրական է գրած։ Միգուցե պետք է թարգմանվի։ Այ ինչ է նշանակում շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք։ Դա հենց Աստծո ներկայությունն է։ Համարձակ մարդը պետք է լինի։ Օրինակ եղել է բայր մարդն ասում է, հովջան դու աղոթելի, քո աղոթքը ավելի է լսվում։ Էդի վիրավորանք է նույնիսկ։ Ոնց կարող է բա դու բա քո աղոթքը, բա քո ձայնը Աստված ուզում լսի։ Քեզ է Աստված ուզում լսի։ Բա դու երբ պետք է աղոթես։ Հենց դու քո բառերով, քո ձայնով պետք է աղոթես Տիրոջը։ Ու համարձակ մոտեցի։ Աստված քեզ գնել է, Աստված քեզ բարձրացրել է, դու Աստծունն ես։ Մի թերագնահատի քեզ։ Միգուցե դու քո մեջ հասկանում ես, որ դու այն չես։ Խի ով է այն։ Ով է որ Հիսուսը, ոչ մեկս։ Մենք բոլորս էլ տկար ենք։ Բոլորս էլ թերություններով ենք, բոլորս էլ այդպես ամբողջական չենք, ոնց որ մենք պատկերացնում ենք, կամ լիարժեք, լիակատար չենք։ Ձգտում ենք կատարելության, ձգտում ենք մեր աճին, գնում ենք սրբությունից սրբություն, հավատքից հավատք, բայց շնորհի աթոռին համարձակությամբ մոտեցի, մտի Տիրոջ ներկայության մեջ։ Եթե միտք է գալի, որ բա դու ես էիր ասում, օրինակ միջև եկեղեցի մտնելը ավտոյի մեջ սենց ասեցիր, գոռացիր, ճվացիր, չգիտեմ, չլսեցիր, անպատվեցիր, ես չգիտեմ, 1000 բան կարա միտք բերի։ Հա, ես եմ էդի արել, ես ներողություն եմ խնդրում։ Ես Աստված ջան, կներես, բայց ես մտնում եմ քո ներկայության մեջ, ես ուզում եմ քո հետ շփվեմ։ Ժորժ ջան, դուք պատկերացնում եք երեխան այնքան քաշվի, չէ՞ թա հոր մոր հետ խոսա։ Ոնց կարա։ Չէ, կարա լինի այդ բան, բայց հենց հերն այդում ասում կամ մերն այդում ասում, լսի տղաս, ինչ էլ արած լինես, դու իմն ես։ Դու իմ մասն ես, ո՞ր այսինքն շփվի իմ հետ։ Այսինքն շփվի, գնա համարձակությամբ մոտեցի Աստծուն ու ինչ աստե գրած, որպեսզի գտնեք այդ ճիշտ ժամանակին օգնություն, որպեսզի մենք գտնենք։ Որտեղ Աստված երբեք չի ուշանում։ Ամեն։ Եվ Հայտնության գիրք 21-րդ գլուխ 1-3 համարները։ Հովանես առաքյալը գրում է հետևյալ խոսքերը. տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրը անցան, այլևս ծով չկա։ Տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը, որը իջնում էր երկնքից Աստծո մոտից, պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Եկեղեցու մասին է խոսքը, Ժորժ ջան։
Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ, նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Ամեն։ Աստծո փափագն ասա։ Միշտ ինքը ուզում է իր ժողովրդի հետ լինի։ Հեռու մի եղի, այլ միշտ եղի Աստծո ժողովուրդ ու համարձակությամբ։ Համարձակություն բառը մենք հասկանում ենք այդ ինչա։ Այն որ ռիսկ չես անում, բայց պետք է ռիսկով եթաս։ Իմացի, որ դու Իրանն ես ու մի քաշվի, մի ամաչի, մի թող որ սատանան, մտքերը, ինչ-որ մեկը քեզ խանգարի։ Եթե դու աղոթում ես ու աղոթքի ժամանակ այդ ներկայության ժամանակ ինչ-որ մի բան քեզ խանգարում է, անենց կազմակերպի քո կյանքը, որպեսզի դա չխանգարի։ Եթե դի տունն է, երեխու հետ է կապված, ինչ-որ մեկի հետ է կապված, պայմանավորվի, որ լսեք, այս ժամը խնդրում եմ մի անհանգստացրեք ինձ։ Եթե որոշակի ժամ կա, եկեղեցի գալուց եղել են դեպքեր, մարդն ասում է, տունը հյուր եկավ, տունը էս եղավ, այն մեկը զանգեց, ընկերս էր եկել, գնացի դիմավորեմ, դուք ամեն մեկդ ազատ եք, ինչ ուզում եք արեք, բայց Աստծուն հարգեք։ Չկա մի մարդ, որ ավելի թանկ է քո համար, քան քո Աստված։ Համաձայն ես իմ հետ։ Չի կարա այդ ձև բան լինի, ո՞նց կարա այդ ձև բան լինի։ Իմ ամենահարազատ մտերիմ մարդն էլ շատ կարևոր չի, ինչքան որ Աստված է հիմար կարևոր։ Ես չեմ անարգում ոչ մեկին, բայց պետքա դու կազմակերպես քո կյանքը նենց, որ դու հարգես Աստծուն։ Եթե դու Աստծուն հարգեցիր ու սիրեցիր, դու սիրելու ես քո մերձավորին։ Ամեն ասում ենք սրան։ Եթե Աստծուն չես սիրում, դու ոնց կարաս քո մերձավորին սիրես, կամ քո ամենահարազատին ոնց որ պետքն է սիրես, չես կարա։ Նույնիսկ քո այդ մերձավորը քեզ չի հարգի։ Այդ պահին կասի, իրոք, հա դե մի կետած եկեղեցի է, բանա, բայց հետո կմտածի, կասի չհասկացա, եթե դու ասում ես Աստված քո համար տես կարևոր է, ու ասես իմ համար թողեցիր այդ ամեն ինչը։ Բա այդ էլ են ասելու, այդ էլ են ներեսով խփելու։ Դրա համար մարդիկ հարգում են այն հավատացյալին, որ իրոք հավատացյալ է։ Ինչի շատ անգամներ են ասել անհավատ մարդիկ, որ մոտիկ ենք, ծանոթ ենք, ասել են, այո, հա, եկեղեցի շատ են գալի, բայց մենք գիտենք ով է իսկական հավատացյալ։ Մենք գիտենք։ Ձև թափողները շատ կան։ Հնարավոր է, բայց այդ ձև թափողների մեջ, որ այսօր ներկա են եկեղեցում, ընդհանրապես գալիս են եկեղեցի, ընդունող որոշումներ կարող որոշում ընդունեն, փոխվեն։ Ու կոչ եմ անում, որ այդ ձև անեք։ Եթե մի ինչ-որ խանգարող բան կա, միշտ ընդունի որոշում, կազմակերպի, որպեսզի Աստծուն դու տաս ըստ արժանավորին, ըստ Աստծո ձևով դա տաս, ու քո տունը օրհնվելու է, քո սերունդն է օրհնվելու, քո զավակներն են օրհնվելու, որովհետև դու Աստծուն հարգող մարդ ես։ Հասկանում եք, այս բառերով մենք լրիվ Աստծուն հարգող ենք, Աստծո ցավն էլ տանում, բայց պրակտիկայում, երբ որ Աստծո ներկայությունն է, երբ որ Աստծո հետ հարաբերության ժամանակ է, այդ ժամանակ պետքա մենք իրան հարգենք ու ակնածանքով լինենք։ Ամեն ժողովուրդ ջան։ Միասին եկեք աղոթենք, եկեք ոտի կանգնենք, միասին աղոթենք։ Եղիր Աստծո ներկայություն սիրող մարդ։ Օրինակ, երբ որ ասում ենք Դավիթ թագավորը, ես արդեն պատկերացնում, ինքը Աստծո ներկայություն փափագող մարդ է։ Շնորհակալ ենք Տեր, փառք ենք տալի քեզ, շնորհակալ ենք մեր եկեղեցու համար, շնորհակալ ենք մեր քույր եղբայրների համար։ Տեր ջան, շնորհակալ ենք, որ դու միշտ ներկա ես այստեղ, մեր մեջ ես։ Ու մեզ առաջնորդում ես, մեզ փոխում ես, օրհնում ես, պաշտպանում ես։ Շնորհակալ ենք Տեր ջան։ Շնորհակալ ենք քո սիրո համար, քո շնորհի համար, որ միշտ շատանում է Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք։ Տեր ջան, օգնի, որպեսզի մենք միշտ քո ներկայության մեջ լինենք, քեզ հետ լինենք, իմանանք ինչա քո փափագը, իմանանք ինչա քո ցանկությունը, դա կատարենք Տեր։ Օգնի մեզ այդ հարցերում Տեր։ Օգնի մենք մեր առօրյան ճիշտ կազմակերպենք։
օրհնի Տեր իմ Աստված կամ օգնիր, որպեսզի մենք ճիշտ օրինակ նաև լինենք Հիսուս Քրիստոսի անունով։ Ամբողջ փառքը տալիս ենք քեզ ու շնորհակալություն ենք ասում քեզ։ Ամեն։ Ամեն։